Եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Հայկ Նահապետյանը։ Մի շարք թեմաներ էինք առանձնացրել, բայց առավոտից ազգային ժողովում է ազգակործան պատու հասը եւ խայտառակ, սկանդալային հայտարարություններ է անում։ Սովորաբար նման բան լինում է, նման դրսևորումներ լինում է այն բանից առաջ, երբ որ պատրաստվում է շատ խայտառակ զիջումներ Հայաստանի Հանրապետությունից կամ, չգիտեմ, պատերազմ, հետո զիջումներ, զոհեր, մի քանի օր առաջ ինքը ազդար արեց, որ պատրաստում է Տիգրան Աշենը հանձնել, ըստ էության ասեց, որ Տիգրան Աշենը Ադրբեջանը, հիշում եք, որ այդպես ինքը ասեց, որ Արցախը, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանն է, որից հետո Ադրբեջանը շրջափակեց, սովի մատնեց Արցախահայությանը 130-150 հազար հայությանը սովի մատնեց, 30 հազար երեխաները գիտենք, որ սովամահություն կար, որից հետո սովամահ թուլացած Արցախի վրա հարձակում, կազմակերպված հարձակում եղավ, Նիկոլը հայտարարեց, որ մենք չենք պաշտպանելու Արցախահայությանը, որից հետո գիտեք միայնակ թողեց Արցախի հայությանը եւ Ադրբեջանը ուղղակի լայնածավալ հարձակման եւ տերորի ահաբեկչության, գիտեք, որ այնտեղ մեծ պայթյուն տեղի ունեցավ բենզատար, այդ լցականն է, չգիտեմ ինչ էր այդտեղ պայթյուն տեղի ունեցավ, սարսափելի զոհեր, սարսափելի պահեստներն էին, բենզինապահեստները։ Այո, պահեստներն էին, ճիշտ է, որից հետո հայաթափվեց ամբողջությամբ այդ դաժան ճանապարհը դուրը բռնեց Արցախահայությունը, հայաթափվեց պատմական մեր հայրենիքը, հետո նրանց հետո նորից հարձակում եղավ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքների վրա, Ադրբեջանը գրավեց եւ օկուպացրեց Հայաստանի Հանրապետությունից տարածքներ, նորից սարսափելի բաներ, ուղղակի այս բառը տեղին է, այսօր մենք հարևանություն ենք անում եւ Նիկոլը կերակրում է բթամիտ մասսային խաղաղություն խոսույթով կերակրում է դրանով, բայց իրականում մենք գործ ունենք մորթող ժողովրդի հետ, ես չգիտեմ ազգ դարձել է Ադրբեջանը թե ոչ, բայց 21-րդ դարի արդեն չգիտեմ 26 թվականն է, բայց մենք գործ ունենք մի ժողովրդի հետ, որ դեռ պատրաստ, որ դեռ մարդկային բանականությունից, մարդկային գիտակցությունից, մարդկային խղճից, սրտից, պատկերացումից հեռու վայրագությունների է պատրաստ Ադրբեջանի ժողովուրդը, այդ ամեն ինչը ոչ թե պատմական անցյալում էր, այդ ամեն ինչը շատ մոտ ընդամենը մի քանի տարի առաջ է եղել եւ հիմա մեզ մտցնում է թուրքի մարդակերի, մարդասպանի, մարդ մորթողի, ադրբեջանցու երախը եւ նաեւ դարերով ցեղասպանությամբ, մարդասպանությամբ, հրեշագործությամբ հայտնի Թուրքիայի երախը, մի փոքր հայրենիք, մի փոքր հայ ժողովուրդ, որ կարողացել է գոյատևել այստեղ ի շնորհիվ միայն եւ միայն սկզբում Ռուսաստանի կայսրության, հետո սովետական միության, այդ պաշտպանության շնորհիվ 70 տարի ձևավորվել եւ կայացել է այստեղ մի ժողովուրդ, հետո կերտել է իր անկախությունը, հիմա մենք մեր այս 35 տարվա պատմության վրա խաչ է քաշում եւ պատրաստում են մեզ հանձնել այդ մարդակեր, մարդասպան, մարդմորթող, դահիճ, հրեշ, ադրբեջանցու եւ թուրքի երախը, մեր ժողովուրդը թմբիրի մեջ է, մեր ժողովուրդը չի ուզում այդ ամեն, հայ ժողովուրդը չի ուզում դրա մասին մտածել, չի ուզում այդ ամենը լսել, ես չգիտեմ ինչ է տեղ, այսինքն ես գիտեմ, որ թշնամին դեռ 90-ականներից այլանդակ ձևով աշխատել է մեզ վրա, մինչև հիմա աշխատում է, իմիջիայլոց պարոն Նահապետյան, չգիտեմ տեղյակ եք թե ոչ, արդեն օրեր շարունակ աղանդավորները, Եհովաները, Եհովայի վկաները համալիրի դահլիճում կոնֆերանսներ, սեմինարներ են անում, ուրեմն դա պարզվում է ազգային անվտանգություն չէ եւ հայ առաքելական եկեղեցին միայն նաեւ այդ ինստիտուտի շնորհիվ է որ հայ ժողովուրդը 2000-ամյակ, 1000-ամյակ ավել առանց պետականության գոյատևել է,
գոյատևել է, ոչ թե կարողացել է ապրել, ստեղծագործել, կերտել, Նիկոլ արարել, Փաշինյանի շնորհիվ այն գոյատևել է, Նիկոլ Նաթարյանը այսօր այնպիսի խայտարակ հայտարարություններ է արել Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի դեմ, ես չգիտեմ, կա մի նորմալ հայ, որ կարող է այս ամենը լսել։ Սա ձեր դեմքն է եւ ձեր պատկերն է բոլոր նրանց, ովքեր հանուն շահի, սա առաջին հերթին վերաբերում է իմ միջավայրի ընտականքներին, իմ հերոյն հարազատներին, այդ տականքներին, ովքեր շարունակում են պաշտպանել ազգակործան պատուհասին, որը պատրաստվում է հանձնել Հայաստանի Հանրապետությունից նոր տարածքներ, պարզ բաց ասել է, սա նշանակում է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը մտնելու են Երևան, իսկ թե նրանք ինչ են անում, ոնց են մորթում, ոնց են մասնատում, ոնց են ահաբեկում, ոնց են սպանում, դրա համար պետք չի ոչ ֆիլմեր նայել, ոչ պատմական գրքեր նայել, պետք է ականատեսներին հարցնել կամ այն տեսարանները, որ կարծեմ այդ հողատու էդոնել էր այդ տեսարանները, թե ինչպես են մասնատել հայ կանանց 3 տարի առաջ Սյունիքի բարձունքների վրա ադրբեջանցիները բառից բուն իմաստով մասնատել, մարմնի տարբեր մասերը ես ուղղակի չեմ կարող թույլ տալ ասել, թե ինչ է ի վիճակի անել այսօր ադրբեջանցին եւ ինչ էին արել հայերի դիերի մարմինների հետ եւ ոնց են խոշտանգել եւ ինչ են արել, դրանց առաջ հիմա դուռը ամբողջությամբ բացված է անպաշտպան բանակով, սա էլի խոսքս ուղում եմ այն տականքներին, ովքեր ասում էին, որ Արցախը բեռ է, ինչի պիտի գնան մեր որդիները Արցախում զոհվեն, 430-ից ավել զոհ կա խաղաղ պայմաններում Նիկոլի ժամանակ, տականքներ, վիժվածքներ, դե հիմա ասեք ինչի է այս զոհերը, որ ասում էիք Արցախը տանք հանգիստ ապրենք, 150 կիլոմետրանոց սահմանը դարձրել է 1000 կիլոմետր եւ այնտեղ բոլոր ժամանակակիցներով պաշտպանված, խրամատավորված, կահավորված սահմաններ ունեինք, իսկ հիմա ունենք անպաշտպան սահմաններ, հանձնված բարձունքներ, դիրքեր, ես իսկապես վատ եմ, ես չգիտեմ, ես չգիտեմ դեռ ինչքան մենք պիտի ես ցնցումների տակ լինենք եւ ընդհանրապես ինչքան ժամանակ է մնացել հայ ժողովրդին այստեղ ապրելու, մնալու։ Շարունակեք չհավատալ, ինչպես ինչ չէիք հավատում 18 թվականին, ինչպես չէիք հավատում 20 թվականին, ինձ հոշոտում էիք դուք պատերազմի ժամանակ, երբ որ ձեզ խաբում էին, ինձ հեռուստականալից դուրս հանեցին, որովհետև ես ճշմարտությունն էի ասում, ես գիտեի, որ այդ տարածքները բոլորը հանձնված է, բայց լռեցնում էին, ոստիկանները այստեղ դրանից մոտ կանգնած էին, 10 քանի գործ էին ի վրա հարուցել եւ տանս դրան մոտ կանգնած էին, որպեսզի լռեցնեն, որպեսզի հեշտությամբ հանձնեն Արցախի տարածքները։ Պայմանական ինձ եմ ասում, պարոն Նահապետյան, իմ նման մի քանի 100 մարդիկ, ովքեր պատրաստ էին եւ գիտակցում էին եւ նաեւ կապիկություն չէին անում։ Բայց հրապարակային մատների վրա հաշված մարդիկ են եղել, որոնք խոսում էին այն ժամանակ։ Հետո երբ որ պարզեր արդեն Շուշին հանձնված էր, երբ որ ես նախագահի հետ խոսում էի, ասես դավաճանված էր, որովհետև այնտեղ ճանապարհներ կան, որ բացառված էր թշնամին հասնել, այդտեղ միայն դավաճանությամբ կարող էին հանձնել, իսկ այստեղ խաբում էին եւ ասում էին հաղթում ենք։ Հետո այդպես շարունակ, դուք չհավատացիք, դուք կերակ այդ սուտը, որ իբրև թե խաղաղություն է, դրանից հետո նորից զոհեր, կործանված հայրենիք, ավիրված հայրենիք, դիեր, մահ կործանում եւ տարածքների հանձնում։ Դուք չհավատացիք, գնացիք ձայն տվեցիք, հետո 21 թվականին նորից սարսափ, այս անգամ նորից վայրագ հարձակում։ Քիչ առաջ դրա մասին էի խոսում, մասնատված կանայք, կտրտած մասնատված կանայք ադրբեջանցիների խոշտանգված, գլխատված երեխաներ, գլխատված ծերեր, գլխատված զինվորներ, գերիներ, խոշտանգումներ, հանձնված տարածքներ, էլի դիեր, մահեր եւ կորուստ, հայրենիքի մեծ կորուստ Հայաստանի Հանրապետությունից ահռելի մեծ տարածք տվեցին ադրբեջանցիներին։ Հետո էլի գնացիք, հավատացիք այդ խաղաղության այդ ընթացքում նորից զինվորների մահ եւ միջև հիմա դեռ պարզ չէ, թե այդ ազատան գյուղում ինչ տեղի ունեցավ։ Ես վստահ եմ, որ եթե մեզ հաջողվի Աստված տա, մենք փրկվենք, Հայաստանի Հանրապետությունը մնա, ես չգիտեմ, եթե Աստծո կամոք կամ մեր մեջ կամ գտնվի
կարողանանք ազատագրվել եւ Հայաստանի Հանրապետությունը մնա, չի բացառում, որ այդ մութ բաները բացահայտվի եւ պարզ դառնա, որ այդ Ազատանգյուղի զինվորները մոխրացել են թշնամու անօթաչուներով եւ հրթիռների հարվածներից։ Հիմա էլ բանակում էլի սարսափելի մահեր, մահ, 3 նորից հերթական մահը բանակում, ոչ մեկ չի կարողանում ճշգրիտ թիվն ասի 35, 38, 40 մահ միայն այս տարի, հիմնականում ասում են, որ ինքնասպանություն է եղել, մեծ կասկածներ կա, որ դրանք թշնամու կրակոցներից են մահացել, բայց ծածկադմփոցի է արվում, որպեսզի շարունակեն խաբեության դեղը վաղուց արդեն խմած հայ ժողովրդին, ասեն, որ թշնամին խաղաղ է, սահմանները խաղաղ են եւ մահ չկա։ Ես կասկածներ ունեմ եւ կարծում եմ, որ շատ ողջամիտ մարդիկ կասկածներ ունեն, որ նրանք հիմնականում ընկնում են թշնամու կրակից, բայց տականքներ հիշեք, ես տենց հեռու հարազատ բարեկամներ էլ կան, որ այս տականքներն ասում են, չի պիտի Արցախում գնային, բա հիմա տականքներ օրինակ կարող եք հաչալ, ասել թե ոնց է լինում, որ այս խաղաղ պայմաններում մենք բանակում այսքան զոհեր ունենք։ Այսօր սարսափելի բան է տեղի ունենում հենց հիմա այս պահին ազգային ժողովում հանձնվում է Հայաստանի Հանրապետությունը, հանձնում ենք մենք վերջնականապես հանձնում է հայ ժողովուրդը։ Մի քանի մեջբերում կանեմ, թե ինչ սարսափելի, ինչ են կանում, այդտեղ տեղադրվում է Մարիամ, ինչ սարսափելի հայտարարություններ են։ Բայց արագ բան արամ, կարող եք հետևել հիմա հայլում, մենք սովորաբար չենք լուսաբանում ազգակործան պատուասին, բայց այսօր ամբողջությամբ պիտի լուսաբանվի, ձեր մեջ ուժ գտեք, ես ազգակործանի արբանյակներին եւ ֆանատներին չեմ ասում, ողջամիտ հայերին եմ ասում, մոլորակի վրա գտնվող են 20 միլիոն հայերին, ձեր մեջ ուժ գտեք եւ հասկացեք, թե մեզ ուր են տանում, հասկացեք, որ այս տարածքում բնաջնջում են եւ ոչ մի հայ չպիտի լինի։ Այստեղից մեզ մաքրում են, սրբում են, հրեշավոր բան է տեղի ունենում հայ ժողովրդի հետ։ Դու ես արել հայ ժողովուրդ, քո մեծամասնությունն է արել իր ձեռքով, ընտրելով եւ հիմա դրա հատուցումը տալու ենք մենք, պատասխանը տալու ենք մենք բոլորս։ Հիմա ես ուզում եմ մի քանի բան մեջ բերեմ, ես գիտեմ, բայց ամուր նյարդեր ունեցող մարդիկ միայն կարող են լսել, թե ինչ հայտարարություններ է հայտարարել այսօր ազգակործան պատուհասը եւ ուր է տանում մեզ։ Պարոն Ապետյան, մենք քանի որ հիմա ինքը զուգահեռ խոսում է, մենք չենք հասցրել, եթե ինչ որ բաներ բաց կթողենք, պիտի խնդրեմ, որ վաղը, եթե հնարավորություն ունենա, պարոն Ապետյանի հետ։ Այո, բաց ենք թողել։ Վաղը երևի նույն ժամին, եթե իհարկե ճիշտ կգտնի եւ հարմար կգտնի պարոն Ապետյանը, ավելի մանրամասը կանդրադառնանք, բայց խնդրում եմ մնաք այսօր մեզ հետ, որովհետեւ այսօր նաեւ Նայրա Զորաբյանն է լինելու, հույս ունեմ, որ կհասցնի ինչ որ բաներ հետևել եւ նաեւ Սուրեն Սուրենյանցը, շատ քիչ մարդիկ են մնացել, որ կարող են այս մասին բարձրաձայնել, ինչու, որովհետև Հայաստանի Հանրապետությունը բռնապետություն է, նրանք ովքեր մի ասեք, որ պայքարող մարդիկ չկան, մի ասեք, որ բոլորը հանձնվում են, հազարավոր մարդիկ անցել են Նիկոլիի բանտերով, ովքեր խոշտանգվել են եւ խոշտանգվում են այդ բանտերում։ Հազարավոր չէ, մի քանի տասնյակ հայրենանվեր մարդիկ, ես այսօր ուղղակի ուզում եի հիշել նրանց անունները, Սամվել Կարապետյանը, հուշարձանակեց, Սրապյոնյանը, Գուրգեն Եղիազարյանը, Մենուան հիմա իհարկե չի խոսում, դե հասկանանք, թե ինչ եղավ եւ այսպես մի քանի տասնյակ մարդիկ, որ ուղակի Արմեն Գրիգորյանը, որ ուղակի չդիմացան կամ ուղակի, չգիտեմ, բան պայմանները, որտեղ Գուրգեն Եղիազարյանն ասում էր ինձ այստեղ սպանելու են, Արմեն Գրիգորյանի վիճակն էլ գիտեք, ուզում եմ ասել կան հայրենասեր, հայրենանվեր մարդիկ, ովքեր բղավում էին, պայքարում էին, բայց դուք իմացեք, որ պետական ապարատը դա սարսափելի բան է, եւ այդ պետական ապարատի դեմ հատկապես, որ այդ պետական ապարատը սնվում է հայակործան Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի վառելանյութով եւ հայասպան Թուրքիայի եւ Ադրբեջանի վառելանյութով։ Դրա դեմ դիմադրելը շատ դժվար է, կամ մենք ազգովի պիտի կանգնենք, ողջ սփյուռքով այդ 20 միլիոնով պիտի կանգնենք եւ կարողանանք ազատագրվել,
կամ մեզ բոլորի սպասում է Արցախի ճակատագիրը, բայց ոչ Արցախահայության ճակատագիրը։ Արցախի ճակատագիրը այն իմաստով, որ այստեղ հայ չի մնալու այս տարածքում, Երևան, Կիրովական, Լոռի հայ չի մնալու, բայց Արցախահայությունը այնքանով էր իրենց բախտը բերել, որ այստեղ կարող են այլ հայրենիք եւ իրեն կարողացան տեղափոխվել, բայց մենք տեղ չենք ունենալու, մենք հանգրվան չենք ունենալու եւ մեզ դաժան եւ սարսափելի օրեր են սպասում եւ մենք ապրելու ենք մարդակեր, մարդ մորթող, խոշտանգող, հրեշավոր, ցեղասպան Ադրբեջանի ցեղասպան, որի ցեղասպանություն են իրականացել եւ Սումգայիթում, եւ Կիրովաբադում, եւ Բաքվում, եւ ցեղասպան Թուրքիայի քմահաճույքի տակ, ինչպես ուզենան մեզ հետ վարվելու են։ Ինչ ասեմ, շարունակեք ձեզ խաբել, շարունակեք մոլորության մեջ մնալ, գուցե այդպես հեշտ է, գիտեք իրականում այդպիսի բան չկա, որ հնարավոր է, բոլոր մարդիկ է, մարդկանց 99% ունեն բանականություն եւ ամեն ինչ հասկանում են, հնարավոր չէ մարդուն բացատրել եւ մարդը չհասկանա, ուղղակի մարդիկ չեն ուզում, մարդկանց դուր է գալիս խաբվել, ես չգիտեմ ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ, բայց մի 30-40%-ին ուղղակի դուր է գալիս խաբվել, բայց ես ձեզ ասեմ խաբվել Նիկոլին, խաբվել ազգակործանին, բայց ես ձեզ ասեմ դուք այդ խաբվելով մենակ դուք չէ, որ ընկնելու եք ցեղասպան ադրբեջանցու եւ Թուրքիայի ձեռքը եւ ձեզ մորթելու են, մասնատելու են այնպես ինչպես Սյունիքում մորթեցին եւ մասնատեցին այդ երեխաներին եւ այդ կանանց, այլ բոլորին են մորթելու եւ մասնատելու։ Սրանք զուտ խոսքեր չեն, սրանք իրականություն են։ Ես հիմա մեջբերում եմ, պարոն Ապետյան, մի հատ գրիչեր փոխանցի, գուցե պարոն Ապետյան, չէ, լավ կա ինձ մոտ, ինչ որ բաներ փորձի նշել, չնայած ոնց որ թե փոխանցել են 1-2 բան։ Հիմա ինչ է քիչ առաջ ինքը հայտնել։ Ես չեմ մոռացել, որ ասել եմ Արցախը Հայաստան է եւ պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել։ Տեսում եք, պետք է պատմական հայրենիքից հրաժարվել եւ Ադրբեջանում, այսինքն սա նշանակում է ոչ մեկը չկասկածի, որ վաղ մյուս օր ասելու են մոռացեք Հայաստանում հայրենիք փնտրել, գնացեք ձեր համար ինչ որ տեղ գտեք եւ հայրենիք փնտրեք, հիշեք այս խոսքերը, գրեք ձեզ մոտ, այս զոհված ծնողի պապայի նման տարիներ հետո չգաք, ասեք Անժելա ներողություն, դու ճիշտ էիր, միջև չտարավ իմ ընտանիքը չկործանեց, որդուս չկործանեց, ինչ չկործանեց, ես չհասկացա, հիշեք այս խոսքերը ինքը ինչ է ասելու, եթե ինքը մնա իշխանության։ Չորրորդ հանրապետությունը իրականություն է, ժողովրդի գլխին է ընկել Ղարաբաղի հարցը թակարդ է։ Ուրեմն 1000 տարում հազիվ հայրենիք ենք ազատագրել, ինքը սա համարում է թակարդ, պատմական մեր հայրենիքի ազատագրումը ինքը համարում է թակարդ։ Ես ասեմ ինքը հիմա 1000 անգամ թքեց ուղակի Լևոն Տեր-Պետրոսյանի Արցախյան շարժման բոլոր մասնակիցների վրա, հայ ժողովրդի վրա, այո, որովհետև հայ ժողովուրդը այն միակ դեպքերից մեկն է, բացառիկ բաներից մեկն է, որ Ղարաբաղյան շարժման ժամանակ մեկ մարդու նման ոտքի է կանգնել հայ ժողովուրդը եւ պահանջել է, որ իր փոքր եղբորը հարազատին փրկության ձեռք մեկնեն, որովհետև Արցախահայությունը, Սումգայիթի հայությունը, Բաքվի հայությունը, Կիրովաբադի հայությունը ցեղասպանվում էր 88 թվականին, 89 թվականին, 90 թվականին, 91 թվականին ոչ թե իրեն գլուխ են բարձրացրել Ադրբեջանի դեմ, որտեվ իրեն գլուխ են բարձրացրել, որտեվ սովետական միությունը հենց թուլացավ, այն հայվան երկեր գլուխ, հայվան, այն որ դու սովետական միության դեմ խոսում ես, հենց սովետական միությունը թուլացավ, Ադրբեջան գոյություն չուներ արդեն Գորբաչովի ժամանակներն էր, ադրբեջանցիները ցեղասպանեցին հայրն եւ հայերը ստիպված էին փրկություն, օգնություն կանչել Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդից օգնություն կանչել, որպեսզի չցեղասպանվեն եւ պաշտպանվեն։ Այո, ինչու մենք գնացինք օգնեցին։ Եվ այս ամբողջ դաժանությունը նրա համար է, թե դուք ինչի չեք հիշեք, ենթագիտակցորեն ինքը դա ասում չի դուք չեք զոհվել։ Այո, մորթվել, ինչի չեք արել։ Էսա իր ասածը սա է։ Հայոց ցեղասպանության անուղղակի պատճառների սլակները ուղղեց դեպի Ռուսաստան։ Ես ասում եմ, մենք դեռ չենք հասցրել ամբողջական, եթե ինչ որ ամբողջական sense տեքստ կա, թե ինչ է ասել, կուղեք, սա ինչ ասեմ, պետք չի նորից մեջ բերել, որտեղ պարոն Ապետյան հիշում ենք, որ սա առաջին անգամ չէ, այսպիսի բաներ ինքը 15 թվականին ռուսներն են մեղավորում։ Այո, ինքը մի քանի անգամ է Սարադեի կողմից արտահանման սահմանափակումները խնդրված են ընդդիմության, տեսեք ինչ ուրեմն հակառուսական անվերջ հայտարարություններ է անում
բոլոր նրանք, ովքեր որ հայտարարում են, որ Ռուսաստանի կողմից սահմանափակում, Ռուսաստանի հետ խնդիրներ ունենալու դեպքում եւ ռազմաբազաների հեռացման դեպքում եւ տնտեսական հարաբերությունները խզելու դեպքում հայ ժողովուրդը շրջափակվելու է Թուրքիայի կողմից եւ ցեղասպանվելու է, ռազմաբազաները հանելու դեպքում ցեղասպանվելու են, ինքը հրճակում է լրտես, գործակալ եւ բանտում է, կալանավորում է եւ քրեական գործեր եւ այս կամից հետո ասում է, որ Ռուսաստանի հետ խնդիրներ ընդդիմությունն են բացել ինքը, ուրեմն 2018 թվականից ես կարող եմ ասել, որ ավելի հետ կարող են գնալ, դե դրանից շուտ, հետևեք թե այս մարդիկ եւ իր թիմը ինչ ռուսատյաց ինչ քաղաքականություն են վարել եւ հիմա փորձում է այս ամենը գցել ընդդիմության գրպանը այն պարագայում, որ ինքը անվերջ Ռուսաստանի Դաշնության հետ եւ նրա առաջնորդի հետ անվերջ խնդիրներ է ստեղծում, ավելին այսօր այն երկրներ, ովքեր պատերազմ են հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը, առաջին հերթին Ուկրաինան եւ հավաքական արևմուտքը, իրենց հետ հատուկ հարաբերություններ է, այսինքն Ռուսաստանն այսօր էգզիստենցիալ պատերազմի մեջ է 58 երկրի հետ եւ բնականաբար նա, ով որ պաշտպանում եւ աջակցում է Ուկրաինային, համարվում է Ռուսաստանի թշնամի, մեկ անգամ չէ, երկու անգամ չէ, 10 անգամ չէ, որ Նիկոլը դրա մասին խոսել է, քայլեր է արել, իր տիկինն է Ուկրաինա գնացել, ինքը Զելենսկին է եկել այստեղ, այսինքն ամեն ինչ արվել է, որպեսզի թշնամական հարաբերություններ ստեղծի Ռուսաստանի Դաշնության հետ եւ հիմա անամոթաբար այս ամեն ինչը դնում է այս հարաբերությունները, այս բանը դնում է ընդդիմության գրպանը, երկաթուղու հարցում ՌԴ գործընկերներին խնդրում են կոնսենսուս իրավունքը վաճառելի ընդունելի երրորդ երկրին, այսինքն պահանջում են, որ ռուսները վաճառեն, ինքը այդպիսի պահանջներ է։ Բայց երկաթուղի ՆԱՏՕ-ին պետք է աշխատի, չէ՞։ Հա։ Երկաթուղին Հայաստանի սեփականությունը ընդամենը գտնում է ռուսական երկաթուղիների կառավարման, մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը, ուրեմն պատմական հայրենիքը կորցնում է մեր, պատմական հայրենիքի մասին խոսողներին նետում է բանտ, խոշտանգում է, աղանդավորներին թևեր ու օդ տալիս, հնարավորություն տալիս խոշտանգումը սրբազաններին, հայ առաքելական եկեղեցու դեմ, ովքեր պահել են հայկականությունը, հայկական ինքնությունը, բայց հիմա ինչ որտեղ ես չգիտեմ, ես էլի վիճակի չեմ ճիշտ ասած, պարոն Ապետյան, ձեզ են ուղարկել հերթով խնդրում եմ անդրադարձեք, ես 8 տարի ճիշտ ասած անդրադարձի ես էսպես ասեմ, էլի, քանի որ յուրաքանչյուր կեղծիք մանիպուլյացիան, իրականության չհամապատասխանող միտքը կամ մտքի տեքստը ինչու է դա ասվում, նպատակը որն է, ես ասում եմ, երբ ավարտվի, այսօր փորձեմ պատրաստել, վաղը երևի օրվա առաջին կեսին, եթե ժամ ունեք, այստեղից ես կարող եմ եթեր մտնել, հա, սա իմ վրա պարտավորություն է վերցնում, որովհետև սա կարևոր է ինչով։ Նախ 3 օգոստոսի 23-ը շատ կարևոր օր էր եւ պատահական չի եւ օր է եւ պատահական չի սրա խոսալ այսօր եթերում 1990 թվականին օգոստոս 23-ին անկախության հռչակագիրը ասվեց։ Այն ինչ որ հիմա ասվում է Փաշինյանը, իրականում երրորդ հանրապետության եւ երրորդ հանրապետության անկախության հռչակագրով եւ համարձամբ ամրագրված մեր ներկա եւ ապագայի տեսլականը իրավական առումով մայր օրենքում ամրագրված իրողությունների ժամանակաշրջանը փակելն է։ Այս մարդը փակում է իր տերերով, ընդ որ միայն ինքը չէ, այնպես չէ որ Փաշինյանը չգիտեմ ով է դարձել։ Տերերը ասում են Հայաստանի Հանրապետությունը պետք է Հարավային Կովկասում դառնա Ռուսաստանի համար լուրջ գլխացավանք։ Հիմա այդ գլխացավանք լինելու համար ի՞նչ է պետք։ Բարեկամին դարձնել թշնամի, քարոզչական դաշտում, ոչ փաստարկված, թշնամուն բարեկամ, հերոսներին դարձնել, ասենք, բաներ, արկածախնդիրներ եւ անջատողականներ, Արցախի մասին է խոսքը, հայ ժողովրդի այն մասը, որը որ ձեռք մեկնեց պաշտպանելու իրենց քույրերին եղբայրներին Արցախում, դա թոք պետականության վզին, իր վզին, հա, ես լավ հիշում եմ 20 թվականի հունիսին, երբ թրջկոտում էր այն երկու մարտական հենակետեր, երբ վերցրեցինք մեդալներ էր Աչունցախ բաժանում, հերոսի կոչումներ, մարտական խաչեր եւ այլն, էլի, այն ժամանակ բաներ, քաջնազարներ հաղթող։ Հիմա Պապ Թագավոր է պարապում։ Հիմա լավ, վերջին արդյունքում եկեք այսպես, հա, գնահատենք։ Ինչ է ուզում Փաշինյանը, ալճիշտ Փաշինյանի տերերը, Փաշինյանը ով է, որ մի հատ էլ Փաշինյանը բան ուզի։ Իհարկե ինքը ներկայացնում է, որ սա իրեն չի, ես առավել համոզված ասեմ։
Առավել եւս երբ ծանոթացել եմ կառավարության ծրագրին, որը ազգային ժողովը շուտով բերվելու, ես չեմ բացառում, որ այսօր նույնիսկ կարող է այս ծրագիրը դնեն հաստատման։ Ես մի քանի բաժին եմ առանձնացրել կոնկրետ։ Եվ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա մի պետություն, եթե մնա։ Ես չեմ բացառում, որ իրեն խայծ են տվել իր տերերը, ասել են, եթե դու անես այսպես, մենք քեզ տիրություն կանենք այդ երկիրը։ Ինչ սանձարձակություն, ներողություն այս ձևակերպման համար Նիկոլից է մեջբերում, բայց միջազգային խաղացողները մեր նահատակների մասունքները իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում, ის չա խոսում։ Մեր նահատակների ոսկորը ის ինչա խոսում։ Երբ դեռ որոշեց հեռանալ տարածաշրջանից։ Չլուսաբանենք էլի։ Թողենք այդ։ Չէ, մենք եկեք սառը բականին սառը սթափ գնահատենք ինչու է դա արվում։ Ինքը ինչ խնդիր է լուծում։ Չէ, խնդիրը ինքը չի լուծում։ Ինքը նրանք ովքեր խնդիր են լուծում իր ձեռքով։ Իրեն բերել են այդ կարգավիճակով, իր ձեռքով խնդիր են լուծում։ Խնդիրը շատ պարզ է։ Նորից եմ ասում, բարեկամից թշնամի, թշնամուց բարեկամ։ Այս կարևոր սկզբունք է։ Այս սկզբունքի հենքի վրա Ռուսաստանը պետք է դառնա մեծ թշնամի պետություն, որը ոչ ավել, ոչ պակաս ցեղասպանության իրական մեղավորն է 1915-ի եւ այդ ինչ որ դուք Անժելա նայեցիք, այդ նույն տեքստը, որ ինձ են ուղարկել, այստեղ եւս միտք է տալիս, որ Ռուսաստանը ինչ է, ասում է ջարդերը դարձան կոտորածները ցեղասպանություն, երբ Ռուսաստանի Դաշնությունը որոշեց հեռանալ տարածաշրջանից։ Սա իր գնահատական։ Այսինքն Ադրբեջանը ցեղասպանություն արել։ Ռուսաստանի Դաշնություն է եղել։ Այո։ 2015 թվականի Ռուսաստանի Դաշնություն է եղել։ 2015 1915 Չէ, խոսքը 1915-ի մասին չի, 15-ին ինքը այն գլխից արդեն ռուսներին ասում էր զորքերը եկան, նայեք։ Ասում եմ մենք Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրենք, այսինքն հրաժարվել ամեն ինչի, սա եթե դու Հայաստան չես փնտրում, այնտեղ ընդհանրապես հայկական ինքնություն չկա, այսինքն սա նշանակում է դու հրաժարվում ես ընդհանրապես ցեղասպանությունից։ Սա այս վերջին միտքը 1915-ի մասին չի։ Հիմա մասնա Ռուսաստանը ՌԴ է գրած Ռուսաստանի Դաշնություն։ Հա, այն ժամանակ ցարական Ռուսաստանն է եղել։ Վստահ եք, որ այդ նկատի ունի։ Այո։ Դե ինչ է ասում։ Ասում է ջարդերը դարձան կոտորած Արցախում։ Կոտորածները ցեղասպանություն Արցախում։ Երբ Ռուսաստան Դաշնությունը որոշեց հեռանալ տարածաշրջանից։ Հիմա ինքը ընդունում է, որ ադրբեջանցիները ցեղասպան են։ Հարց եմ տալիս։ Այո, իր գրածում, այո։ Ինքը ընդունում է, որ ադրբեջանցիները ցեղասպան են։ Ահա։ Ցեղասպան ժողովուրդը 3 տարում։ Անժելա, մի րոպե, հա։ Սա նկատի ունի ըստ իս 1988-89 թիվ Բաքու Սումգայիթ։ Պարզ եմ ասում, չէ՞։ 88-ին դեռ Ռուսաստանի Դաշնություն չկար։ Չկար, այն ժամանակ չկար։ Նկատի ունի Խորհրդային Միություն, որտեղ ռուսական զորքերը դուրս եկան Բաքուից։ Չէ, Ռուսաստանի Դաշնություն հիմա թե կամ տա գետա, թող ճիշտ ասի, հասկանանք ի՞նչն է։ Եթե դա էլ է ասում խայտարակություն է, այն էլ է ասում խայտարակություն է կամ տա գիտություն է։ Ցեղասպանություն եղել է։ Հա։ Կոնկրետ։ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ եւ դրանց հետ։ Այո։ Ահա։ Երբ որ Ռուսաստանի Դաշնությունը ինքը բայց վստահ եք որ այդ ցեղասպանության մասին է ասում։ Չի ասում ինքը երբեք չի ընդունելու որ Բաքվում, Սումգայիթում ոնց կար ինքը համարձակություն ունի որ կանգնի ասի որ Ալիևին ասի որ դու քո ցեղասպան ժողովուրդ ես։ Չունի տենց համարձակություն։ Անհասկանալի է ինչ ասում։ Չէ, ես ասում եմ։ Ինչ է ասում։ Եթե ինքը Ռուսաստանի Դաշնությունն է գրած։ Չգիտեմ, եթե եկեք հերթով գանք, եթե ինքը 1915 թիվը նկատի ունեմ, տա գետա այդ Ռուսաստանի Դաշնություն չի եղել։ Ինչ դուրս գալ։ Կայսրության մասին ասում, ինչ է ասում, տա գետա, ինչ է խոսում։ Ընդունում է որ ցեղասպանություն եղել է։ Հերթով գանք, ընդունում է, եթե դա դրա մասին է խոսում, որտեվ ինքը չի ընդունում որ 15 թվականին ցեղասպանություն եղել, ճիշտ է։ Ինքը հրաժարվում է որ ցեղասպան, որտեվ ինքը ասում է այդ տարածքներից դուք ասում է եթե դուք փնտրեք այդտեղ, նշանակում է գալիս են ձեր ասած 88-89 թիվը Ռուսաստանի Դաշնություն եղել է։ Մի վարքյան 1920-21 Այո, Շուշի, Բաքու, Շուշիում 30,000 հայ են փրտել, մորթել, Բարիզբուն իմաստով։ Ահա, ընդունում է դա։ Չգիտեմ։ Այսինքն այն ժամանակ Խորհրդային Միությունն էր։ Ինչ որ հատվածին որ վերաբերում է, ինչ որ մի հատված ինքը ընդունում է որ ցեղասպան, որտեվ ինքը ընդհանրապես հրաժարվում է 15 ցեղասպանություն, 20 եթե այս գրածով նայենք, սա Աստվածի մենք վերաբերվում է
1991 թվականից հետո, որտեղ Ռուսաստանի Դաշնություն հռչակվել է որպես պետություն 1991 Դուք արձանագրում եք, որ սխալմունք չկա այստեղ, բան, միջև էտա ասել, Ինքը նկատի ունի, երբ եղել է Ռուսաստանի Դաշնությունը, այդ 91 թվին է պետություն։ Դե այդ նշանակում է, այսինքն ինքը ընդունում Արցախի ցեղասպանությունը։ Այո, ուրիշ չի։ Հիմա ինքը ասեց, որ Արցախում ցեղասպանություն է եղել, ասում է։ Այս տողով Չէ, ժուլիկը վաղը հարցնեց, կաս ես այդ նկատի չեմ ունեցել։ Դրա համար եմ ասում ճշտեք, ինչ ցեղա, ինքը ընդունում է, որ Արցախում 2021, 22, 23, որ ցեղասպանություն եղել, ընդունում է, որ 23-ին ցեղասպանությունից փախել էր։ Անժելա, ուրեմն 91, երբ որ Ռուսաստանի Դաշնությունը, ես հիմք ընդունում եմ Ռուսաստանի Դաշնությունը։ Ինքը չի կարա կրուտի տանի ասի Ռուսաստան։ Ոչ չանի, կասի ռդմ շփոթել է մեր ժուլիկին ինչ է կա, ոնց է, ինչ իմանա։ Այ լավ, հիմա մենք չնայենք թե ինքը ինչ հետո կրուտի տանելու հոյս ալև ասելու։ Հիմա մենք արձանագրում ենք իշ նկատի ունի, որ 1991 թվականից առ այսօր հայության նկատմամբ ստեղ չի ասում, տարածք չի ասում։ Ջարդերը հայերի մասին է երևի թե ասում, ենթադրում ենք։ Ջարդերը դարձան կոտորածները ցեղասպանություն։ Հիմա նայում ենք Ռուսաստանի Դաշնությունը 91 թվականին է հռչակվել որպես պետություն։ 91-ից 2026 թվականին հայերը, հայությունը աշխարհի ինչ որ ցեգում ցեղասպանվել են։ Ոչ, Արցախում։ Միայն Արցախում։ Այսինքն ինքը արձանագրում է, ես բարձ հետևություն եմ անում, որ Արցախում 91 թվականից հետո մինչև 2026 թվականին ինքը երևի ինքը գիտի երբ եղել որտեղ եղել Ադրբեջանում եղել է ցեղասպանություն։ Բա Նիկոլականներ, ձեր papan ասում է, որ Արցախի ժողովուրդը ցեղասպան է։ Այո, որ 2-3 տարի առաջ ցեղասպանություն է իրականացել։ Հիմա որ ձեզ այդ կերցնում այդ խաղաղությունը։ Այդ ցեղասպան ժողովրդի հետ։ Դուք ո՞նց եք պատկերացնում։ Ոչ միայն կերակրումը, ամեն օր զոհ կա սահմանին։ Ձեր սրտի մեջտեղն էլ այդ կտորը տալիս է Ադրբեջանը բերում է բազա դնի։ Ձեր գլխի վրա Տիգրանաշենում, որ ընդեղից ուղիղ Երևանի գլխին։ Ես Արարատ, Արտաշատ մասից չեմ ասում, չկա։ Այդ արդեն իրաց կրակի տակ է։ Սյունիք էլ չեմ ասում, փակելու են, ճանապարհը կտրվելու է վերջանա։ Բա ինչ եք մտածում։ Չեն մտածում։ Չեն մտածում։ Ցավոք սրտի ես Շահ եք մտածում, հա, շանցանուններ, հա, շահ էին մտածում։ Այս պահին ինչ պոկենք։ Մի հատ համայնքապետ, մի հատ հող պոկենք, մի հատ փող պոկենք, մի հատ պարգևավճար փոխի, մի հատ դեղի փող պոկենք, մի հատ ես իմ ինչ Չգիտեմ, խուժանից բանտից ազատեմ, գողականից ես իմ ինչ անեմ։ Այդպես մտածում եմ անհայրենիք սրիկաներ։ Արցախում Արայք Հարությունյանի կառավարման ժամանակ մտածում են, չէ՞։ 20 թվի ընտրությունների ժամանակ դուք եք ներկա եղել, ես էլ եմ ներկա եղել։ Մարտիկ Արայք Հարությունյանի տված նվերները վերցնում են, չէ՞։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ նվերը ակնհայտ ընտրությունների հետ կապված կաշառք է, չէ՞։ Ընտրության օրն եկել էր այստեղ, այո, հա, այդտեղ հետո այստեղ։ Այնտեղ։ Հիշում եք, չէ՞։ Այդ ժողովուրդը հիմա որտեղ է։ Նրանք ովքեր որ տասովշիկներ էին, ովքեր Արայք Հարությունյան են գովում եւ այլն։ Ես էլ դուք էլ եւ մեր նման շատերը այնտեղ գտնում ենք, որ Արայք Հարությունյան չդառնա նախագահ, որտեղ մենք գիտենք պատերազմ ալնելու եւ ամեն ինչ անում ենք, որ Արցախում գոնե զինվորական մարդ լինի, որ կարող է երկիրը պաշտպանի։ Ոչ թե Արայք Հարությունյանը։ Հիմա փաստը մնում է, փաստ, որ այսօր Հայաստանի քաղաքացին իրան պահում է այնպես, որ Նիկոլին ձայն է տվել ԿՊ-ին։ Ոնց որ պահել է Արցախի հանրապետության քաղաքացին 1920 թվականին, երբ որ ձայն է տվել Արայք Հարությունյանը։ Եկեք մի ուրիշ արձանագրում, պարոն Նահապետյան, Հայաստանի հանրապետության քաղաքացիները ասում էին, որ Արցախը հեռու է, Արցախը բեռ է, Նիկոլին ընտրողները մեզ հետ կապ չունի, ճիշտ է։ Հիմա մենք արձանագրում ենք, որ եկել է թուրքը իր դուրը, վերցրել է, Տիգրան մտել է իր դուրը, ինքը նույն բանն է ասում, հետևաբար, ինչ եզրակացություն։ Ինչ եզրակացություն։ Մեզ թվում էր, որ իրենց համար իրաց գլուխը մցրել է, որ Արցախը չգիտեմ ինչա։ Չկա, տվել է, ոնց որ ինքը ասեց, ցեղասպանել են։ Ադրբեջանցիները ցեղասպանել են, հանել են, այդ ժողովուրդը դատարկվել է, մի մասը մորթվել է, հազիվ-հազ, սովամա եղած փախել է այդտեղից, հազիվ-հազ։ Այն է Ռուսաստանի Դաշնության շնորհիվ, որ միջև վերջին հայը այնտեղ չմորթեցին, ոնց որ շատերը ուզում էին։ Եկել են հիմա Այն ժամանակ ուզում են լավ, երևի Արցախն է, հիմա Հայաստանը, Հայաստանի Հանրապետության տարածքները տվել է, 3 առաջորեն ասեց տալիս եմ, չի լինել։ Հայաստանի Հանրապետության տարածքի հարցը չի, հարցը այն է, որ վաղը մեր բոլորին ոնց որ մորթել են, այդ կանանց մասնատե մորթել են ջերմուկի բարձունքի վրա, անելու են մեզ բոլորիս հետ։ Հիմա ինչի անտարբեր, հիմա ինչ ասում Հայաստանում ապրող հայը։ Խնդրում եմ ինձ բացատրեք, պարոն Նահապետյան։
Հիմա ինչա մտածում։ Ես մարդը Այդ արդեն իր երեխու հարցն է, իր օրորոցի հարցն է։ Լսեք, ես լսեցի, հիմա պատասխանում։ Մարդը եւս կենթանի է, ուղղակի ասուն է, կենթանին անասուն է։ Նույն կենթանին է։ Հիմա երկու կենթանի օրինակ եմ բերում։ Ձեր հարցին ամբողջական պատասխան տալու համար։ Խոզին, որ տանում են սպանդանոց մորթելու։ Եվ այդ սպանդանոցը միշտ գործում է։ Խոզը օրինակ դիմադրում է, չի ուզում գնալ այս սպանդանոց, գիտեք ինչու։ Որտեղ նախորդ խոզին երբ որ տարել են, այդ արյան հոտը մորթելուց, իսկ խոզի հոտառությունը բավական ուժեղ է։ Աշխարհում ամենակենթանիների մեջ ամենալուրջ հոտառություն վարազներն են, վայրի խոզերը, իդեպ շներից ավելի կարևոր։ Հոտով զգում է, որ վտանգ կա, երբ որ տարել են, հետո հետ չի եկել։ Հիմա երկրորդ կենթանի օրինակն եմ բերում։ Ոչխարին տանում են սպանդանոց։ Խոտը բերանին ծամելով։ Ոչխարը ուտում է, իրան բավականությունն է զգում, ինքը վտանգը չի զգում։ Տանում են արդեն պիտի դնեն գլուխը մորթեն, հələ ինքը խոտն է ուտում։ Կովի մոտից հորթին տանում են, մորթում են, կովը արածում է։ Տարբերություն եմ ասում, հա, բարձ եմ ասում։ Այսինքն հիմա մեզ տանում են սպանդանոց, մեր քույրերին, եղբայրներին փորձեցին Արցախով, հիմա մեզ են տանում։ Մենք այդ խոտը ուտում որոճում ենք։ Բարձ եմ ասում։ Այսինքն դու չես հավատում, չես տեսնում վտանգը։ Վտանգը չտեսնող ժողովուրդը մորթվում է։ Վտանգը չտեսնող կենթանին զոհ է։ Նույնիսկ եթե ամենամեծ գիշատիչն է, առյուծը եթե հիվանդ է, ես կենթանական աշխարհով էլի բացատրեմ, մեծ աշխարհում նույն օրենքներն աշխատում։ Առյուծը երիտասարդ հիվանդ է, կամ ծերացել է հիվանդ է։ Իր բնական վտանգը զգալու լսողությունը, տեսողությունը, հոտառությունը բթացել է, չկա։ Շակալները շնա գալեր եկել են, արդեն իրան ուտում են, ինքը նստած երազում է։ Եկել են մարմնի մասերը կտրտում են, ցավի զգացողությունը որ իրան ստապեցնում է, ոյ արդեն տանում են, մարմնից մասերը տանում են։ Հիմա մենք նմանվում ենք այն կենթանուն, որը վտանգի զգացողությունը կորցրել է, իսկ ինչով է վտանգի զգացողությունը մեր ժողովրդի իմանալու։ Բանականությամբ։ Քանի որ բանականությունը բթացել է սնվելով եւ մարմնական հաճույքներով, մենք վտանգը չենք զգում։ Մենք չենք զգում, որ Իրանից Ռուսաստան ստրատեգիական հյուսիս-հարավ ճանապարհի վրա արևմուտքը 3 պատնեշ է դրել։ Ավելի ճիշտ 2-ը դրել է, հիմա 3-ն է դնում։ Առաջինը դա, հիշում եք, Գորիս-Կապան 21 կիլոմետր ճակատեն հատվածներ։ Փակեցին միջպետական ճանապարհը։ Երկրորդը Տրամպի ուղին, Մեղրիով։ Հիմա երրորդը 100%-անոց արդեն Տիգրանաշենն է։ Իդեպ Տիգրանաշենի մասին, որ շատ ասում են, ես ընդհանրապես մի միտք եմ ուզում ասել։ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը իրականում Ադրբեջանի հանրապետության սեփականությունը չեն։ Կարծի պայմանագրով այդ երկու տարածքները ի պահ են տրվել Ադրբեջանի հանրապետության։ Եթե իր տարածք կլինեին, կմտնեին իր տարածքի մեջ առանց ստատուսի։ Իդեպ Նախիջևանում իշխանության փոփոխությունը Ալիևը պատրաստում, որովհետև պետք է չեղարկի Ղարսի, ընդ որում Ղարսի պայմանագիրը չեղարկել է Ադրբեջանը եւ Վրաստանը։ Այդ պայմանագրի տակ նաեւ կա Հայաստան, Թուրքիա եւ Ռուսաստան ստորագրությունները 21-ին 1900։ Հիմա ուշադրություն դարձեք, Ղարսի պայմանագրով Նախիջևանի տարածքը այն սահմաններ որ կա, Տիգրանաշենը դա Նախիջևան չի։ Տիգրանաշենը Հայաստանի խորհրդային Հայաստանի Հանրապետության տարածքը։ Եվ սա երբ որ ասում է բանի Ալմատիի հռչակագրով դա իրենցն է, սուտ ասում, Ալմատիի հռչակագրով քարտեզ գոյություն չունի։ Կա Նախիջևանի Հանրապետության գծված սահման մի պայմանագրով, երկրորդը չկա, դա Կարսի պայմանագիրն է։ Կարսի պայմանագրով Տիգրանաշենը խորհրդային Հայաստանի տարածքը, ոչ թե Ադրբեջանի։ Ես բարձ եմ ասում, չէ՞։ Սա ինչ վերաբերում է Տիգրանաշենին։ Հիմա Տիգրանաշենը երրորդ արգելքն է։ Դու պատկերացեք 3 արգելք են դրել։ Տրամպի ուղին, ճակատեն 21 կիլոմետր, եւ հիմա երրորդը սա։ Այսինքն մեզ Իրանից կտրելու, մեզ մասնատելու, հիմա մեզ են մասնատում։ Հայաստանը նվաճելու համար երկու մասի են բաժանում։ Առաջին մասը մինչև Արարատնա Երասխ, մյուս մասը Երասխից են կողմ։ Հիմա միայն Սյունիքը չի, Վայքը, Եղեգնաձորը, հետո է գալիս Սյունիք։ Հիմա պատկերացրեք, սա տեսականորեն նայենք, ընդդիմությունը համարժեք կեցված չի դրսևորում։ Այս ամեն ինչը դեմ առնելու եւ այդ տարածքը հանձնում է Ադրբեջանին։ Օրինակ Ադրբեջանը այդ Տիգրանաշենի ամբողջ տարածքով
դնում է նախ հələ բազան թողենք։ Այն իր զորքերը բերում է, շարում է, անել բազա չկա, ինքը չի երևում։ Ուրեմն բերում դնում է սահմանապահ ծառայություն, մաքսային ծառայություն եւ ֆիտոսանիտարական ծառայություն։ Ոսում է իմ երկիր տարածքն է, ճիշտ է։ Հայաստան դու հիմա քո տարածքով որ ուզում ես գնաս դեպի Վայք Երեքնաձորությունի, իմ տարածքով անցնես։ Ինձ դի վճարես սա, պիտի վճարես։ Ես դի ստուգեմ, թե Հայաստանից Հայաստան ինչա գնում, ինչ են տալիս։ Եվ ուստի այս Տիգրանաշենի խնդիրը շատ կարևոր է։ Իրան էլ ասա։ Հիմա ուշադրություն դարձեք հաջորդ իրողության վրա։ Այն ինչի մասին խոսում է Փաշինյանը, մեկը ես ամբողջությամբ սա կնայեմ, կվելուծեմ, գնահատեմ, վաղը եթե կարող է Ադրբեջանի ժողովրդի զավակներ եկել է Հայաստանի կտորները տա Ադրբեջանի փառավորվի սիրտը ասի Ադրբեջանը մեծացրեցի Հայաստանից ինչքան տարածքներ ու բաներ կար տվեցի նվիրաբերեցի Ադրբեջան։ Հիմա մի հատ կողնորոշեք ում զավակն է այդ մարդը։ Մի հատ հայ ժողովուրդ կողնորոշվեք էլի ում զավակն է, ում հողերն է ում տալիս, ում սիրտն է փառավորում, ում է երջանկացնում, ում է հարստացնում, ում հողերն է տալիս, ում ցորենն է տալիս, ում դիրքերն է տալիս, ում որդիներին է տալիս։ Մի հատ նայեք էլի։ Նայեք, տեսեք ինչ է կատարվում։ Եկեղեցու դեմ է հարձակվել։ Եկեղեցու դեմ արշավը, խնդրեմ։ Այս կտորն է, որ կարդակ ու կամ ուզում եք ես մեջ բերեմ, չգիտեմ, եկեղեցու հետ կապված ինչ է հայտարարել։ Մարիամ ինձ էլ ուղարկի, այս ես կարող եմ հիմա ընթերցել, քանի որ նոր է այս ամեն ինչը, պարոն Նահապետյանն էլ չի հասցրել, բայց խոստացավ վաղը 11-ին մենք կետարկետ խոսի կանդրադառնա պարոն Նահապետյան։ Եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանը շարունակում է նեղվել, որ պատարակների ժամանակ աղոթք է հնչում Արցախի համար։ Պատկերացնում եք։ Հասկացաք ինչի է հարձակվել։ Սրանով ըստ նրա եկեղեցին դարձնում է պատերազմի քարոզչության ինստիտուտ։ Տեսում եք։ Ուրեմն եթե հանկարծ վաղը մեկը տասի Արցախ, ուրեմն պատերազմ ես ուզում։ Սյունիքի դիրքեր, պատերազմ ես ուզում։ Տավուշի հողեր, պատերազմ ես ուզում։ Ջերմուկի բարձունքներ, պատերազմ ես ուզում։ Գեղարքունիքի հարթավայրի հետ հանձնած տարածքներ, պատերազմ ես ուզում։ Ուրեմն եթե դու հանկարծ դրա մասին խոսես, էլ չեմ ասում, որ հանկարծ որևէ մեկը համարձակվի իր պատմական հայրենիքի մասին, ասենք ես իմ պապերի հողու ջրից, Սասունից ու Մշից խոսեմ, ուրեմն ես պատերազմ եմ ուզում, որտեվ ասել եմ իմ պապերը սասունցիներ ու մշեցիներ են։ Ձերը չգիտեմ որտեղից, եթե ասեք, եթե կորցրած հայրենիք ունեք, մեծ հայրենիք ունեմ, պատերազմ եք ուզում։ Սա մեկն է Մայրս Մուշից, արմատները հայրս Վանից։ Հենց հիմա պատերազմ ուզեց պարոն Նահապետյանը, հենց հիմա, ես էլ։ Մենք պատերազմի ուժեր ենք, որտեվ ասում ենք նարադուքոնը որտեղից են։ Հա, դե դու ընդհանրապես պատերազմ ես ուզում, դու ընդհանրապես պատերազմի ուժի ներկայացուցիչ ես։ Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է եկեղեցու պետը Ինչ ասում։ Եկեղեցու պետը։ Հա, պետը այնքան։ Պետը։ Հա։ Հայտարարություն, ես Աստված ունեցողը ոնց կարող ասենց բան ասի։ Ոնց կարող է, եթե մարդը Ոնց ինքը վեհապար հայրապետին Անժելա ինքը վեհապար հայրապետին կարգալուց արե։ Երբ որ ասում են դե վեհապար մի վարքյան, վեհապար հայրապետը կարգալուց արե ոմն մեկին ոնց, ասում է կարգալուց արված անձը ոնց կարա կարգալուց անի։ Ինքն է, դա արե։ Ինքն է որոշը։ Հիմա ինչա, Աստվածա, ինչա պետք է հանգիստ կոչվի։ Փաշինյանը հանձնարարել է զեկույց պատրաստել եկեղեցու, ինչ խորը համակարգային ճգնաժամ կա։ Ուրեմն երկերը հանձնել է պատերազմ, մի հատ զեկույց չկա, ամեն օր դիակ են բերում բանակիցան, այդ զեկույցի մասին չի խոսում։ Տենդեղից կրակում են, մահանում են, թե ինքնասպանություն է, այսքան տարածք է տվել, 150,000 անտեր ու դուս գցած է, այսքան տարածքներ հանձնել, զեկույց չի խոսում։ Ասում է, հենց հիմա աղանդավորները այնտեղ ժողովներ ու համաժողովներ են անում, հազարավոր աղանդավորներ, կերել են մեր երկիրը, կերել են Հայաստանը։ Դրա մասին մի հատ չի ասում զեկույց, որ անվտանգության խնդիր է։ Եկել են Եհովաներն ու մորմոններն ու զիբիլները, այս բառերն էլ ասում են, որովհետև տականքն են։ Ինչ ասես հայ առաքելական եկեղեցու դեմ ասում եք։ Հիմա մեկը ասել նարային, այն ինչ էին ասել աղանդավորների դեմ, քրքրում էին падգամավորներին հայ եվրոպական բաներում, պարլամենտներում, թե ոնց կարող եք աղանդավորներին բան ասեք։ Ծրտուն չկա, չէ՞ դրանցից։ Եկեղեցին դրել են մաս-մասենան։ Փաշինյանը
Ուրեմն նրան իդեպ երջանկացնում էր եւ վեհապար հայրապետին աշխարհի կանոնով կոչելից իրավիճակը լարվում էր, ընդդիմությունը սեղաններ հարվածում։ Դե գիտեք ինչ է ինքը երջանկանում, որտեվ այնտեղից է ծափահարում էր մարդ կա, ես ասում եմ, մարդ կա, արուն պիտի լինի երջանկանա, մարդ կա պիտի մահ լինի երջանկանա, մարդ կա պիտի ինտրիգ լինի։ Օրինակ մի հատ ազգական ենք, անվերջ ինտրիգանում մեր ազգուտակը սենց խառնում է իրար։ Չեն հասկանում, ասում են ի՞նչն է պատճառը։ Դա նկարագիր է, դա տեսակ է, դա արյուն է։ Հիմա այս մարդը հաճույք է ստանում դրանից։ Ես այդ տեսարանը տեսա, սենց հրճվում է, որ այդ վիճակն է ստեղծում ինքը, որ երկու կողմը սենց լարված բանի մեջ են։ Խնդրեմ, եկեղեցու դեմ ինչ է անում եւ ինչ է պատրաստում։ Վերջին սյունը հայկական։ Մի վարքան բանակի մասին ասեցիք, ես երկու բառ ասեմ։ Իսկ արդյոք այդ մահերը եւ այն դրվածքը ոչ կանոնադրական հարաբերությունների, որ բանակում կա, դա պատահական է։ Ես գտնում եմ պատահական չի։ Այսինքն դու ստեղծում ես մի իրավիճակ, որտեղ զորամասի հրամկազմը իրավիճակին չի տիրապետում, բարձ եմ ասում, այսինքն իր տեղում չի։ Իսկ դա կարելի է վերևից կազմակերպել պաշտպանության նախարար գլխավոր շտաբի պետ։ Այսինքն բարդակ ամենաթողություն, սպաները իրենց տեղում չեն։ Զինվորները մնացել են իրենցով։ Իրենց մեջից ով է ուժեղը։ Քրեական ենթամշակույթը մտնում է արդեն կյանք եւ զինվորները սկսում են հարաբերվել այդ ենթամշակույթով, որի արդյունքը ինչ պիտի լինի, որպես հետևանք զոհեր։ Հիմա օրինակ բանակում աննախադեպ է, չէ՞, հիմա զոհերի քանակը, ինչ է կարծում, վաղը չեմ իսօրը նույն Նիկոլը, երբ որ ասում էր Արցախը բեռ է, թոք էր մեր վզին, գիտեք ինչ է ասելու։ Բանակը մեր վզին թոք է, մեզ բանակ պետք է, չեմ հասկանում։ Այսքան զոհ է լինում, հայ ժողովուրդ, չեք կարողանում ձեր զավակներին տները դաստիարակել, գալիս են բանակում, էս ինչ վիճակ է։ Առայժմ մենք բանակի ինստիտուտը փակում ենք։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ինքը դա չի ասի, ես ձեզ վստահեցնում եմ, որ թուրքերն ու ադրբեջանցիները այդ հայտարարելու ժամանակ չեն տալու, այնքան արագ են մտնելու։ Հա։ Դե ինչև է, ես ասում եմ, հիմա քարոզչական հող է նախապատրաստում, որտեղ Հայաստանի քաղաքացին այլևս վախում է, որ իր երեխան գնա բանակ։ Շատ բնական է եւ այդ մարդուն չես կարող դու մեղադրել, ինչու ես այդպես մտածում։ Բա այսքան զոհեր, անտերություն, բարդակ եւ այլն, մարդը ասել է բանակ չեմ ուղարկում։ Բայց այդ մարդկանց մեծ մասն է Նիկոլին ընտրել։ Մեծ մասը, փոքր մասը չգիտեմ, ես ասում եմ քարոզչական ինչ հողա նախապատրաստում։ Բանակը բոբոյա, բանակում ռազմական ինստիտուտ մի տեղի համար ես ասում եմ 94-95 թվականին մեկին 12-14 կոնկուրս ա եղել։ Վազգեն Սարգսյանի այն ժամանակ իր անվամբ չէր էլի, հետո իր դարձավ։ Հիմա նիդաբորա, մարդիկ չեն ուզում գնա, մոտիվացիա չկա ծառայելու։ Բանակը ատավիզմ է դարձել, կույրաղիք է դարձել։ Բանակը ինստիտուտները փակելու երկու ձև կա։ Մեկ հրամանով փակում ես այդ ինստիտուտը, օրինակ 3 նախարարություն 2018-ին հրամանով փակեցին գյուղ նախարարությունը, Սփյուռքը եւ մշակույթը։ Մյուսը ստեղծում ես պայմաններ, որ անտանելի է դառնում, ասում ես դե ժողովուրդ արդեն անիմաստ է, էլի։ Փակում ենք արդեն։ Բանակը ուրեմն ես ասում եմ, ես վտանգը կա, չգիտեմ երբ կհասնեն, ինչ կասեն։ Ես կարող եմ ուրիշ բան ասել, գնահատելով աշխարհակահաղական վիճակը։ Ես կարծում եմ, որ Փաշինյանի շրջապատը ժամանակն է ճամպրուկները կապելու։ Այդ մինչև մյուս տարի ապրիլ այդ առավելագույնն եմ ասում, որտեղ Եվրոպայում երկու կարևոր պետությունում իշխանապողություն առնելու վստահաբար Ֆրանսիա եւ Գերմանիայում էլ արտահերտ։ Ես կարծում եմ, Գերմանիայում հիմա կարող արտահերտ լինի։ Նշանակում է Ուկրաինային սնուցող ոչինչ չկա, Ուկրաինայի երկինքը արդեն ամսից ավել բաց է, նշանակում է Ուկրաինան թաթիկները տնկելու է եւ Միացյալ Նահանգները համաձայնա դրա հետ։ Ուկրաինայի թեման փակվեց, դուք կտեսնեք մեր նման հանրապետություններում ղեկավարությունները, ճամպրուկները ոնց են կապելու։ Իսկապես ես էլ չէի հավատում, որ Ֆրանսիա, Եվրոպա, Գերմանիա ինչ որ բան կարող է փոխվել։ Փոխվելու է, վստահաբար։ Գիտեք թե չէ, Զախար Պրիլեպին, որ ինքը պատերազմի մասնակից է, ամենահայտնի հեղինակն է, չգիտեմ 40 քանի լեզվով թարգմանված եւ պաշտպանում է այս պատերազմը, Ռուսաստանի ինքնությունը, դեմ արևմուտքի անverջ արտահայտվում է, մեծ կայսրության կողմնակից է եւ այլն։ Ես վերջերս տեսնում եմ մի քանի արևմտյան հեռուստաընկերություններ բաց տեքստով հարցազրույցներ են վարում եւ բաց խոսում է այս կոնֆլիկտի մասին, թե ինչ է սպասում եւ ընդհանրապես արևմուտքը իր ներկայիս գլոբալիստ ղեկավարներով ինչ աղետ է բերում եւ դա այդ ամենը հեռարձակվում է գերմանական օրինակ։ Ես տեսա գերմանական երկու այդպիսի բան լրագրող շատ հայտնի կանալներով այդ ամենը հեռարձակվում է, այսինքն ինչ որ բան արևմուտքում էլ է փոխվում։ Չէ, ինչ որ բան չէ, ձեզ վստահաբար եմ ասում, շուտով Գերմանիան կունենա եւ Ֆրանսիան մյուս տարվա առաջին կեսերին ունենալու են երկու կին առաջնորդներ, երկուսն էլ կին են։
Ընդ որում, երբ որ ես լսում էի Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության առաջնորդ Տիկինը, երբ խոսում էր, ինձ թվաց, թե ազգության մի ռուսկին է խոսում, ուղղակի գերմաներ։ Ուկրաինայի արևմուտքի եւ այն ավելի որ բերվում է։ Այդ Շոլցին ամեն ակնթարթ մտցնում էր բանի մեջ, այն գեղտաջրի մեջ հանում էր։ Ասում էր քո արածը սա է իմ ժողովրդի համար, մեր երկրի համար եւ փաստարկված էր ասում։ Երկու անգամ վարկանիշ ավելի բարձր է, քան գործող վարչապետինը, կանցլերի։ Եվ այստեղից հետևություն 7 տարի հետևում չի եւ բնականաբար այստեղ process-ները ինչու են արագացնում։ Իդեպ ասեմ հիմա մի պատմական զուգահեռ տանեմ, որ մեզ համար պարզ լինի, ինչու է Փաշինյանը իբր ձերվոտնգ է, Փաշինյանը ձերվոտ չի ընկել։ Ձերվոտանգ է Փաշինյանի տերերը։ Հիմա զուգահեռ եմ բերում 1918-1920 թվեր։ Ուրեմն 1918-ին, երբ բոլշևիկները իշխանություն վերցրեցին Ռուսաստանում, վիճակը շատ ծանր էր։ Այդ Ռուսաստանի տարածքների մեծ մասը նվաճված էր Անտանտայի երկրների կողմից, որի անդամ էր ժամանակին ցարական Ռուսաստանը, որը դուրս եկավ։ Եվ գուժում էին Ռուսաստանի մոտալուտ վաղճանը։ Եվ Բրիտանիան ամեն ինչ անում էր, որպեսզի Ռուսաստանը բոլոր կողմերից հարված ստանա, մասնատի, որտեղ ցարական Ռուսաստանը պետք է ոչնչանար, ծրագիրը դա էր, բայց չոչնչացավ։ Հիմա բերում եմ 1920 թիվը։ Նույն Բրիտանիան փայլուն կերպով հաշվել էր, որ բոլշևիկյան Ռուսաստանը այլևս չի կարող կործանվել, որտեղ իշխանությունը ամրացել է։ Ուրեմն ինչա պետք անել։ Բոլշևիկյան Ռուսաստանի դաշնակից քաղաքակրթական, մշակութային, կրոնական, տնտեսական, բոլոր կապերով կապված պետությունները, որ վաղ թե ուշ Ռուսաստանի դաշինք պետք է կնքեին, Ռուսաստանի հետ առավելագույնս քիչ տարածքով լինեին։ Եվ դրա համար ինչ արեց օրինակ 1920 թվականին Հայաստանի իշխանություններին դրդեց ու բրդեց պատերազմել Թուրքիայի դեմ։ Ինչու՞։ Որ Թուրքիան այդ Հայաստանից մեծ մասը պոկի եւ բոլշևիկյան Ռուսաստանի դաշինք կնքի առավել փոքր տարածքով Հայաստան։ Եվ այդպես էլ եղավ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին 9800 քառակուսի կիլոմետր Հայաստան եղավ։ Հիմա ես նույն զուգահեռն եմ տանում, քանի որ նույն Բրիտանիան եւ նույն Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցությունը հրաշալի գիտեն, որ այլևս Ռուսաստանին հնարավոր չի հաղթել, հնարավոր չի Ռուսաստանում իշխանափոխություն ինչ են անում։ Ռուսաստանի հետ պոտենցիալ դաշնակից պետությունների տարածքներն են փոքրացնում կամ ոչնչացնում, որ Ռուսաստանի ազդեցությունը վերջնարդյունքում աշխարհի նոր վերաբաժանման արդյունքում Ռուսաստանը հարավի ուղղությամբ ունենա, ասենք 2000 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետություն։ Օրինակ, իսկ մնացածը լինի Թուրքիա, Ադրբեջան։ Ինչի էլի պետք է լինի այդ 2000, անդադ ուզում եմ հասկանալ։ Հիմա ես այդ որ ասեմ, Թուրքիան օրինակ ուզում է, որ տենց Հայաստան լինի։ Չի ուզում։ Ես հիմա իմ գնահատական Ադրբեջանը չի ուզում, Թուրքիան ուզում է, դա էլ խնդիր է։ Օրինակ նույն այն ժամանակ, որպեսի բուֆերային գոտի լինի Թուրքիա եւ Ռուսաստանի միջեւ, տարածք չլինի, ամիջական կոնտակտ չլինի, Թուրքիա-Ռուսաստան կոնտակտ չի, սև ծովով կոնտակտը կար։ Մի հատ նուրբ հարց, վստահ եմ, ԵՄ-ի անդամագրվելու վերաբերյալ համաժողովրդական հանրակրվե Հայաստանում լինելու է, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Մի հատ այսպես ասած հարց է, լիք ձեզ նեղ սպասող կա։ Չէ։ Բայց ինչ է ասում։ Ուզում է զորով պատուհանից մտնի։ Դուրը փակա, պատուհանից։ Օրինակ 17 տարի Սերբիան ուզում էր դառնալ ԵՄ-ի անդամ։ 30 տարի Թուրքիան։ Եվ Թուրքիան, Վրաստանը, էլի կա Ուկրաինան, եւ ստանում են ինչ 3 մատի գործողություն։ Նույնը բնականաբար Հայաստանն է։ Ճիշտ դիտարկում, միջև հիմա բոլորիդ կերակրում էր թե իբր թե չգիտեմ ինչ հարց ունի վեհապար հոր հետ, անամոթաբար, անամոթ։ Հիմա այսօր բացահայտ մարդը ասեց, հարցը նա, արա Ալիև իրան ասելա, քեզ ես իմ քանի կտոր կանեմ, Արցախ անունը չպետք է լինի, քանի որ ասում է վեհապար հայրը, ասում է Արցախ, հետեւաբար ինքը չպետք է լինի։ Եվ հոգեվորականներ։ Հասկացաք, ուղեղներդ խոտով լցած։ Մնացածը կրոնական փաթեթավորում է։ Հասկացաք։ Որ ասում եք վեհապար հոր դեմ, չգիտեմ, էս ունենի։ Եւ դրանից բխող մնացած հարցերը, եթե ասում ես Արցախ, պիտի ասես գերիներ, պիտի ասես վերադարձ, պիտի ասես պատմամշակութային արժեքներ, պիտի ասես ցեղասպանություն, չնայած ըստ ճիշտ դիտարկման պարոն Նահապետյանի, այսօր Նիկոլը ընդունեց, որ Արցախում ցեղասպանություն ա եղել։
Նարը ասեց, որ Ռուսաստանի Դաշնությունը դուրս եկավ, ցեղասպանություն եղավ։ Ռուսաստանի Դաշնությունը հայկական, այդ կթողնես հետո նարը։ Հայկական այդ բանը երբ է եղել, երբ են դուրս եկել Ռուսաստանի Դաշնությունը։ Մենակ Արցախը չեն նկատի, ուրիշ ցեղասպանություն եղել է։ Ահա, մարդը ընդունեց որ Արցախն է։ Լավ այդ բաց թողում արի Անժելա լավ։ Բաց թողում Հիմա չի արել, այսքան սա- պլյուսի մեջ մի հատ մինուս։ Շատ լավ, մենք Հիմա Ղարաբաղ- եւ վերջում ես ամփոփեմ մեզ լսողներին այսօրվա համար։ Ղարաբաղյան շարժումը ոչ այլ չի, քան Հայաստանի պետականության զրոյա Էս նոր ասե։ Հայտարարություն։ Լավ, ես վերջում ասեմ ուժերի հարաբերակցությունը ժողովուրդ։ Մի քիչ դիմանալա պետք կամային որակներա պետք հանդես բերել եւ կազմակերպել։ Հիմա ասում եմ։ Միացյալ Նահանգները արաբական աշխարհից Պարսից ծոցի երկրներից մաքրվում են, որի վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանեց, ինքը պարտվել է Պարսկաստանից։ Գիտեք ինչպես խոստովանեց։ Ասեց մենք հիմա Պարսկաստանի դեմ ռազմական գործողություն չենք անում, տնտեսական պատժամիջոցներ ենք կիրառելու։ Խելոք մնան։ Իրանի Իսլամական Հանրապետությունը 1978 թվականից առ այսօր տնտեսական պատժամիջոցների ներքո է եւ ինչ պարտվել է։ Այսինքն Թրամփը անուղղակի ասեց, որ ռազմական բախման հետևանքով Միացյալ Նահանգները պարտվել է։ Եվ այդ պարտության եւ Թրամփի խոստովանության լավագույն փաստարկը նա է, որ այլևս մերձավոր արևելքում նոր ուժ է կայացել իդեմս Մեքքայի համաձայնագրի ռազմաքաղաքական եւ ռազմական արդյունաբերություն եւ մեծ բանակ ունեցող Թուրքիայի, էներգակիրներ եւ մեծ գումար ունեցող Սաուդյան Արաբիայի եւ միջուկային տերություն եւ մոտիվացված բանակ իսլամական ունեցող Պակիստանի միջև։ Եվ սա ընդ որում Իրանի դեմ չի։ Վստահաբար ասում եմ, Միացյալ Նահանգները ճամպրուկները արդեն վաղուց կապել են եւ պատական չի այս Մեքքայի համաձայնագրով նոր ռազմաքաղաքական դաշինք, որը ասում է մեկի վրա հարձակումը նույնն է թե մյուսների վրա հարձակում։ Չզարմանաք, որ արաբական շատ երկրներ միանան այս Մեքքայի համաձայնագրից, այսինքն սա Միացյալ Նահանգներին մերձավոր արևելքում փոխարինող ռեալ ռազմական, տնտեսական եւ քաղաքական ուժ է, որից հետևություն։ Իսկ Միացյալ Նահանգները այնտեղից որ դուրս եկան, որտեղ է իրանց սահմանը կանգնելու։ Ես կարծում եմ իրանց սահմանը արևմտյան կիսագունդն է լինելու։ Եվ այդ Թրամփի ուղի եւ այլ բաներ, որտեղ Միացյալ Նահանգները եղանակ են ստեղծում, Եվրոպան, Եվրամիությունը արդեն վաղուց ֆիզիկապես եւ բարոյապես փլուզվել է։ Եվ փլուզող երկու շահառու կա՝ Ռուսաստանի Դաշնություն եւ Միացյալ Նահանգներ։ Եվրամիությունից էլ բան չի մնալու։ Եվ այդ բան չմնալը մյուս տարվա ապրիլ-մայիս ամիսներին ֆիքսվելու է ընտրություններով եւ կտեսնեք, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի երկրների ղեկավարները ովքեր են լինելու։ Սա է իրականությունը, այսինքն մեզ պետք է կազմակերպել դիմանալ այս արհավիրքը, եթե գործնականում փորձելու է անել, չթողել։ Իրականում գործնական մի քայլ կա։ Ես կոչ եմ անում նաեւ ընդդիմադիր դաշտի իմ ընկերներին։ Նրանց հետ ում ես անհիշելի ժամանակներից ճանապարհ եմ անցել, դեռևս 1988 թվականից։ Առարկայապես վտանգը որն է։ Այդ սահմանադրության նոր սահմանադրության ընդունում եւ այլն, դա ժամանակատար գործ է։ Առարկայապես իմ համար վտանգը Տիգրանաշենն է։ Այդ Տիգրանաշեն եւ Տաուշի մարզի եւս երկու բնակավայր։ Ամեն ինչ անել, որ այդ տարածքները չանձնվեն։ Այ խիստ առարկայական, պրագմատիկ գործ է ընդդիմության համար։ Մնացածը տեսությունա, որը կյանքի է փորձում կիչել, բան անել։ Մեկի մասին էլ միշտ ասել ենք, վեհապար հայրապետի դեմ պայքարը առարկայացնելու է ինքը ձերբակալությունով եւ այլն։ Ուրեմն այս երկու գործը խոչընդոտել, որպեսզի Հայաստանի համար ստրատեգիական տարածքները չանձնվեն, իսկ դա արդեն օրվա խնդիր է ինքը բարձրացնում։ Երկրորդ վեհապար հայրապետի չձերբակալությունը, Մայրաթորի միաբաների չձերբակալությունը եւ եկեղեցու դեմ ցանկացած ոտնձգությունը էֆեկտիվ դիմագրավելն է։ Ուժերի հանրային դեմքերի նաեւ դրանց պաշտպանությունը, աջակցությունը, այդ ես դա միշտ ասել ենք, գնում ենք, Անժելա ասում ենք, ես ասում եմ, գիտեք քաղաքական ուժեր, քաղաքական անձինք այդ մեր ընկերներն են, հա ցավա, բայց պատերազմի ժամանակ ես ասում եմ, այսօր ինչ բարձունքներա թշնամին դրել վերցնելու։ Երկու բարձունքի անուն ասեցի։ Մեկ տարածքները, մյուսը եկեղեցին։ Այսինքն այսօր օրենսդիր մարմնում ընդդիմադիր խմբակցությունների առաջնահերթ երկու գործ կա, մնացածները հեքիաթների դաշտից է։ Դիմագրավել, որպեսզի մինչև մյուս տարի ապրիլ-մայիս ամիս
երբ որ Եվրոպայում իսկապես կլինի իշխանափոխություն եւ Ուկրաինայի թեման կփակվի եւ այլն շատ բաներ կլինի։ Մենք այդ ընթացքում կորուստներ չունենանք։ Մենք առարկական մեր ժողովրդին երկրին պետականության նետված է երկու կարևոր մարտահրավեր, որտի դիմագրավել։ Այսօր ակամայից Նիկոլը 3 կարևոր բան բացահայտեց։ Ցանկացած մարդ, որ ծնվում, այնքը թուղթ է ունենում, չէ՞, ծննդական, անձնագիր։ Պետությունը այդպես ունեն հռչակագիր, սահմանադրություն։ Այսօր ինքը հռչակեց, որ իր թշնամիներն են, ջնջելու է։ Ինքը հռչակեց, որ հայոց պետությունը, հայոց անկախությունը, հայ ժողովուրդը, պետականությունը իր թշնամիներն ասեց ջնջելու եմ, փոխելու եմ։ Երկրորդ, խոստովանեց, որ վեհափար հորդեմ, ոչ թե չգիտեմ կուսակրոնության խախտում, ինչ բաներ, ոչ։ Ինքը խոստովանեց, որ հայ առաքելական եկեղեցու դեմ ողորմելի թշվառներ, որ դուք էլ ձայնակցում եք իրեն, որ ինքը հարձակվել է վեհափար հորդեմ, որ ինքը վեհափար հորդեմ հարձակվել է միայն զուտ նրա համար, որ ինքը հիշատակում է Արցախ անունը եւ չի հրաժարվում մեր պատմական հայրենիքից։ Եվ երրորդ ինքը խոստովանեց, որ այն ժողովրդի հետ ում ասում է, որ դուք եղբայրական խաղաղ հարաբերություններ պիտի հաստատեք, որ այդ ժողովուրդը ցեղասպան է, որ Ադրբեջանի ժողովուրդը ցեղասպան է, ցեղասպանություն է իրականացրել 3 առաջ օրը, իսկ 3 առաջ օրը իրականացած ցեղասպանությունը այսօր հաստատ չի փոխվել։ Վկան այն, որ նոր տարածքներ են վերցնում, վկան այն, որ խոշտանգվում են մեր գերիները այնտեղ, վկան այն, որ հայտարարությունները մեր տարածքները վերցնելու այդ նկարտումներով այդ հայտարարությունները Ադրբեջանի կողմից շարունակվում են, հոխորտանքները շարունակվում են եւ պահանջները ոչնչացնել հայկական ինքնության հետ կապ ունեցող բոլոր ինստիտուտները, առաջին հերթին եկեղեցին եւ մնացած բոլոր ինստիտուտները ոչնչացնել։ Ուրեմն 3 կարևոր հակահայկական, հակապետական խոստովանություն արեց այսօր Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, մի քանի րոպեից ուղիղ եթերում ենք լինելու Նայրա Զորաբյանի հետ, ավելի ուշ Սուրեն Սուրենյանցի հետ, մնացեք մեզ հետ։